Ես կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ այս ընտրությունները իրենք սովորական ընտրություններ չեն, այլ ավելի շատ գոյաբանական ընտրություններ են, այսինքն նաև ընտրություն է, որի արդյունքում հասկանալի է դառնալու, թե Հայաստանը որ ուղով է գնալու եւ ընդհանրապես գնալու է թե ոչ այս առումով, այսինքն դա գոյաբանական նշանակություն ունի, գաղափարական նշանակություն ունի եւ բնականաբար դրանից բխող պրակտիկ հետևանքներով։ Այս առումով թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը բնականաբար կարեւոր նշանակություն են տալիս դրան։ Իշխանությունը կարծում եմ իշխանության համար հենց բառի բուն իմաստով գոյաբանական խնդիր է, որովհետև իրենք հենց այդպես են պատկերացնում, որ եթե իրենք կորցնում են իշխանությունը, ապա կորցնում են ոչ միայն բոլոր լծակները իշխանական, տնտեսական, ֆինանսական, քաղաքական ազդեցության, այլ նաև շատերը կարծում են, որ դա իրենց անհատական անձնական անվտանգության խնդիր է առաջանալու, այդ իսկ պատճառով իշխանության համար սա իսկապես նման կարևոր նշանակություն ունի եւ իշխանությունը իմ դիտարկմամբ դեռևս 2024 թվականից սկսել է նախապատրաստվել այս ընտրությանը։ Ընդդիմության համար սա բնականաբար լեգիտիմ շանս է, որպեսզի կարողանա իշխանափոխություն իրականացնել, թե որքանով դա կստացվի, կապված է շատ հանգամանքներից, բնականաբար նաև ուժերի հարաբերակցություններից, որը կա, ընդ որում ուժերի հարաբերակցությունը հիմնված նաև հանրային կարծիքի վրա, հանրային նախապատվությունների վրա։ Այստեղ է, որ նորից հարց է առաջանում, ինչ է ուզում մեր հանրությունը տվյալ պարագայում։ Եթե մենք համարենք, որ մեր հանրությունը ուզում է փոփոխություններ, մեր հանրության մեծ մասը, համենայն դեպս եթե մենք հիմնվում ենք վերջի տարվա նույնիսկ սոցիոլոգիական տարբեր հարցումների վրա, տարբեր հրապարակված, երբեմն նաև չհրապարակված արդյունքների վրա, ապա հանրությունը իրոք ինչ-որ փոփոխություններ ուզում է եւ բայց հանրությունը այդ փոփոխությունները ուզելով ինչ վարքագիծ կդրսևորի, սա է ամենագլխավոր հարցը, վարքագիծ այն առումով որքանով ակտիվ կմասնակցի ընտրություններին, ընդհանրապես կմասնակցի, թե չի մասնակցի, ինչին նախապատվություն կտա, արդյոք ռեալ այլընտրանք իր համար կգտնի այս առումով։ Այդ իսկ պատճառով խոսել, թե որքանով դա կարդարանան սպասումները, ես նորից եմ ասում, կախված է նրանից, թե հանրությունը ի վերջո փոփոխություններ ակնկալելով արդյոք ուզում է մասնակից լինել այդ process-ին։ Ես կարծում եմ, որ ամենագլխավոր խնդիրներից մեկը եւ թիվ 1 խնդիրը դա այնպես անել, որպեսզի մասնակցությունը հնարավորինս ակտիվ լինի եւ նույնիսկ շատ ակտիվ լինի, վերջին տարիների համար աննախադեպ ինչ-որ մի մասնակցության թիվ լինի, որը որ շատ հարցեր կարող է լուծվել հենց մասնակցությամբ իմիջիայլոց։ Ես կարծում եմ նախ եւ առաջ դա ուրեմն ընդդիմության խնդիրն է, որովհետեւ իշխանությունը ցանկացած իշխանություն թերևս, մասնավորապես այսօրվա իշխանությունը ավելի շուտ հակառակ նպատակ ունի, որպեսզի մասնակցությունը լինի հնարավորինս պասիվ, այսպես ասեմ, որովհետև սովորաբար իշխանությունը իր ընտրազանգվածին կարողանում է բերել ընտրությունների իր վարչական ռեսուրսը օգտագործելով, սովորաբար այդ վարչական ռեսուրսը օգտագործելով, ուժային ռեսուրսը օգտագործելով, սովորաբար նաև հենց բուն ընտրազանգվածը իշխանության շատ ավելի կարգապահ է լինում, որովհետև չգիտես ինչու շատ ավելի իրենց պարտավորված են զգում, ավելի պարտավորված են զգում մասնակցել ընտրությունների եւ իրենց քվեն տան, այսինքն ապրիորի համարենք, որ իշխանությունը նման խնդիր առանձնապես չունի, ընդհակառակը իր խնդիրը հնարավորինս պասիվացնել հանրության, այսինքն այն քաղաքականությունը, որ շատ դեպքերում վարվում է երկրում ապաթիայի մթնոլորտ հաստատելու հենց դրան է ուղղված։ Ընդդիմությունը բնականաբար դիամետրալ լրիվ հակառակ նպատակ ունի, այդ իսկ պատճառով ընդդիմությունը բնականաբար պետք է աշխատի նախ եւ առաջ այն ընտրազանգվածի վրա, որը որ պասիվ է, որը որ
մոտավորապես 60%-ն է սովորաբար լինում, գոնե սոցիոլոգիական հարցումներն էլ են դա ցույց տալիս եւ ոչ միայն սոցիոլոգիական հարցումները, այլ նաեւ օրինակ նույն թիմ ընտրությունների պատկերն է դրա մասին հուշում, որ սովորաբար ասենք այնց կեսից ավելին նույնիսկ թիմ ընտրություններում չեն մասնակցում ընտրություններին։ Հիմա Գյումրիի նույնիսկ ընտրությունները հիշում ենք, որ մասնակցությունը, եթե չեմ սխալվում, 43% էր, այսինքն դա նշանակում է, որ մասնակցությունը պրոբլեմատիկ է, թեպետ նորից եմ ասում, ժողովրդի մի զգալի մասը ըստ հարցումների փոփոխություններ է ուզում բայց հիմնականում չի մասնակցում։ Նրանք, ովքեր որ կողմնորոշված են, նրանք, ովքեր որ ակտիվ են, դա մոտավորապես 40-42%-ն է, որոնք կողմնորոշված են դեպի իշխանություն կամ ընդդիմություն, իրենք կարծում եմ մասնակցելու են ընտրությունների։ Խնդիրը նրանում է, որպեսզի գոնե այն գորշ զոնայում գտնվող, այդպես անվանենք, այն զանգվածը, որը սովորաբար չի մասնակցում կամ չի կողմնորոշվել, իրենց բերել ընտրությունների։ Ընդդիմությունը կարծում եմ պետք է, որպեսզի կարողանա, ընդդիմությունը նախ եւ առաջ պետք է շատ հստակ բացատրի ընտրազանգվածին, այդ ամբողջ ընտրազանգվածին, թե ինչ է նշանակում, թե ինչի կարող է բերել ակտիվ մասնակցությունը ընտրությունների, որ յուրաքանչյուր 50%-ից ավել ձայնը դա արդեն մեխանիկորեն նույնիսկ դժվարացնում է իշխանության վերարտադրման խնդիրը, ասենք եթե պարզ թվաբանությամբ է պետք խոսել ժողովրդի հետ, շատ պարզ, անկախ ժողովրդի տարբեր խավերի հանրության ընտրազանգվածի տարբեր խավերի ինտելեկտուալ, այսպես ասենք, շեմից կամ ինտելեկտուալ աստիճանից պետք է շատ պարզ ասել, ասենք դուք հիմա նշեցիք, որ այսինքն լրագրողը նշել էր, որ անցյալ ընտրություններում 1.5 միլիոն մարդ չէր մասնակցել, այսինքն եթե ընտրողների քանակը այն ժամանակ, եթե չեմ սխալվում, 2.250.000-ի մոտ էր, մասնակցել է, ասենք 850.000 կամ 950.000, ընդունենք միլիոն մարդ։ Այսինքն եթե միլիոն մարդ է մասնակցում, շատ մատերի վրա պետք է բացատրել ժողովրդին, եթե միլիոն մարդ է մասնակցում, Նիկոլ Փաշինյանի այսօրվա սոցհարցումներով արձանագրված 15%-ի պարագայում, դա նշանակում է, ասենք, ինքը ստանում է 15% կամ եթե դա վարչական ռեսուրսով եւ այլը գումարած այս ամեն ինչով, ասենք 25-ից 30%-ի դեպքում 300.000 մարդ է իրեն օրինակ ընտրում, դա 30% է։ Եթե մասնակցում է արդեն, ասենք, 1.200.000, դա բնականաբար այդ տոկոսը զգալիորեն նվազում է եւ Նիկոլ Փաշինյանի վերարտադրման շանսերը բավականին ծանր են, անգամ եթե իր սպոյլեր կուսակցությունները, որոնք կմասնակցեն ընտրությունների, ինչ որ մեկը, օրինակ, ինչ որ մեկին հաջողվի այդ 4%-ի շեմը անցնել, այդ պարագայում էլ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում 50+ տոկոս հավաքել եւ փաստորեն վերարտադրվել, ձևավորել իշխանությունը։ Այսինքն ցանկացած մասնակցության բարձր շեմը ինքը գրեթե վերջնականապես լուծում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրման խնդիրը, վերարտադրման բացառման խնդիրը։